Չնայած այս տարի դպրոցներում շրջանավարտներ չկան, սակայն բուհերում նախորդ տարիների պես ընդունելություն է կազմակերպվելու։ Կառավարությունն էլ բուհերին հատկացրել է շուրջ 21 000 ուսանողական տեղ։ Դիմորդները գործերը բուհեր պետք է ներկայացնեին մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածը։ Դիմորդների պակաս ունեն Գյումրու 3 խոշոր պետական բուհերը։ Մեր բուհը այս տարի 600 պլանային տեղեր ունի, որոնցից 75-ը պետպատվերի շրջանակներում է, մնացածը վճարովի համակարգում, առանց տարկեդման իրավունքի 30 մասնագիտությունների գծով մենք մինչև այսօր հիմա այս պահին գրեթե մոդելնում ենք հյուսիսունի ցուցանիշին։ Հատկացված էր 74 վճարովի տեղ եւ 7 պետպատվեր, այսինքն անվճար տեղեր, ընդհանուր 81 տեղ։ Ներկա պահին ունենք թվով 10 դիմորդներ, նախատեսված եղել 145 տեղ, որից 27-ը պետպատվեր, ներկա պահին մենք ունենք 4 դիմորդ։ Ընդ որում 30 մասնագիտություն ունեցող մանկավարժական ինստիտուտը 14 մասնագիտություններում դիմորդներ չունի։ Տնտեսագիտական համալսարանը 5 մասնագիտությունների գծով 15 դիմորդ ունի։ Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը հաշվի առնելով, որ դիմորդների պակաս կունենա, 10 մասնագիտությունները կրճատել է, հասցնելով 6-ի։ Քննական կարգում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել բուհական դիմում հայտում։ Այժմ շրջանավարտները կարող են նշել 2 անվճար եւ 8 վճարովի հայտ, նախկին 2 անվճարի եւ 6 վճարովի փոխարեն։ Սակայն դիմորդների պակասը ըստ պատասխանատուների չի ենթադրում, որ հեշտ է պետպատվերի շրջանակներում ուսանող դառնալ։ Դիմորդը տեղական միավորներ ունենա, այսինքն միասնական քննությունների արդյունքում ձեռք բերի տեղական քննադատական անձողիկ կան մասնագիտություններ, որտեղ մրցույթը այնպեսին է, որ դիմորդը կարող է ընդունվել արդեն պետպատվերի շրջանակում։ Դրական համարվում է 8-ի բալը, 8 բալ հավաքողը կընդունվի, բայց ավելի հեշտ չեմ կարծում։ Ըստ պատասխանատուների դիմորդների մեծ մասը նախորդ տարվա շրջանավարտներ են եւ անցած տարիներին չընդունվածները։ Կան նաեւ այնպիսի դիմորդներ, որոնք ցանկանում են ստանալ բարձրագույն երկրորդ կրթություն։ Ընդունելության երկրորդ փուլը կիրականացվի հունիսի 24-ից մինչև հուլիսի 2-ը։ Գարնանը ազգային բանակից զորացրվածների եւ ըստ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Սարգսյանի ներքին ու արտաքին սփյուռքի ներկայացուցիչների համար։ Անահիտ Հարությունյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։